Տևական ժամանակ է, ինչ մայրաթոր Սուրբ Էջմիածինը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ կարգալույց հռչակված քահանա Տեր Թադեի։ Մայրաթորը դատարանից պահանջել է պարտավորեցնել կարգալույց քահանային վերադարձնել եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու բանալիները, դրանով իսկ արգելել նրան մուտքը գործել եկեղեցու խորան, ավանդատուն եւ ատյան։ Մայրաթորը պահանջել էր նաեւ պարտավորեցնել Տեր Թադեին մայրաթորի կողմից նրան հատկացված բնակարանը վերադարձնել։ Այս ամենին զուգահեռ փետրվարի 5-ին կարգալույց հռչակված քահանաներ Տեր Թադեն եւ Տեր Արամը հայց են ներկայացրել դատարան, պահանջելով մայրաթորին պարտավորեցնել վերականգնել իրենց հոգեվոր ծառայության պաշտոնները։ Կրկնակի հայց ուղարկելուց հետո Տեր Թադեն Արմլուրի հետ զրույցում նշել էր, որ դատարանը որոշել է պարտավորեցնել մայրաթորին ամբողջությամբ եւ անխոչնդոտ ապահովել եւ իր եւ Տեր Արամի հոգեվոր ծառայությունը։ Արմլուրի հետ զրույցում Տեր Թադեն նշեց, որ միայն այն հանգամանքը, որ դատարանը արդեն ունի որոշում իրենց կողմից ներկայացրած հայցերի վերաբերյալ, ինքը կարող է չվերադարձնել ոչ եկեղեցու բանալիները, ոչ բնակարանը։ Որ արդեն դատարանը պարտավորեցրել է պաշտոնի վերականգնում, դա արդեն իսկ այդ բնակարանի հարցը ինստինկտիվ կարծում եմ ավտոմատ լուծվում է։ Ինչ է պատրաստվում անել կարգալույց քահանան։ Արմլուրի հետ զրույցում նա շեշտեց, դատարանը որոշում ունի, ինքն էլ շարունակելու է հոգեվոր ծառայություն իրականացնել։ Ես ինչ քայլեր պիտի անեմ, որ ես իմ ծառայության մեջ եմ, դեռևս իմ ծառայությունն էլ ունի որոշակի խոչընդոտներ, պրոցեսներ են ընթանում եւ պրոցեսների մեջ այս բանի որևէ վերջնական արդյունք դեռ չկա։ Որ որևէ հստակություն ասեմ, էլի։ Այս ողջ ընթացքում փորձել եք մայրաթորի որևէ քահանաների կամ որևէ մեկի հետ քննարկել այս հարցը, երկկողմ քննարկում լինի, առանց միջնորդի, այսպես ասած, առանց դատարանի։ Ես անկեղծ չէ։ Իսկ մայրաթորի կողմից եղել են քայլեր։ Չէ, բայց ես պատրաստ եմ էլի քննարկման, որտեղ ինձ համար իմ կարգալույցություն եւ այլն մի տեսակ շատ անհիմն է։ Այսինքն ես բողոքի ձայն էի բարձրացրել ու վստահաբար բողոքի ձայնին այդ ձև չեն արձագանքում էլի միանգամից եկեղեցուց հանել։ Ինձ համար մի քիչ սա տարօրինակ էր։ Ինչու է սկզբունքը կամ մոտեցումը որդեգրեցին էլի մայրաթորում։ Ի վերջո ես անհատ երիտասարդ հոգեվորական, իսկ իրանք տարեց ավելի բարձրաստիճան, ավելի փորձառու։ Ինձ համար սա շատ տարօրինակ էր, բանավան, որ ես որևէ անձի ոչ վիրավորել էի, ոչ որևէ անձի շեշտադրել էի, ոչ թիրախավորել էի։ Ես ասել էի այն, ինչ որ բոլոր եկեղեցականներն ասում էին, պարզապես համարձակություն է ունեցել, բարձրացնել ձայն, պարզապես ուրիշ բան, բայց իրանք ինչու գնացին այդ սկզբունքով, դա մա տարօրինակ էր։ Այսինքն կարծում եք, որ ձեր պարագայում շտապել են ուղակի։ Հա, կարծում եմ շտապել են, չգիտեմ, դե բնական է իրանք այնտեղ բացատրություն գրել են եւ հիմա էլ կտան, բայց դա բավարար չէր էլի, որ մարդկային առումով դա ընդհանրապես կարծում եմ այդպես համոզիչ չէր։